Միջնադարյան հայ ճարտարապետության գոհարներից մեկն ենք այսօր ներկայացնում, որի պատմությունը սկսվում է Տաշիր ձորագետի կամ Գյուրիկյանների թագավորության Գյուրիկե II դուստր Մարիամի փոքրիկ Մենաստան կառուցելու ցանկությունից։ Կաթողիկե եկեղեցին, որը նաև Մարիամաշեն են կոչում, սկիզբն է հանդիսանում միջնադարյան Հայաստանում, հոգևոր, մշակութային, գրչության ամենակարևոր կենտրոններից մեկին։ Բաց երկնքի տակ քո բայրի վանքն է։ Հայաստանի Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորից 38 կիլոմետր հյուսիս-արևելյան ուղղությամբ է գտնվում Թումանյան քաղաքը, որից մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա Դեբետ գետի ձորալանջի բարձր հրվանդանին ժայռերի մեջ մխրճված տեսնում ենք Քո բայրի վանական հուշարձանախումբը, որը հայտնի է նաև Քո բերի վանք անվամբ։ Քոբայր բառը քոբ վրացերեն բառից է եւ այր հայերեն, այր նշանակում է անձավ, միասին համախմբություն է հայ-վրացական քաղաքեդոնական մշակույթի։ Քոբայրավանքը հիմնվել է Բագրատունյանց թագավորության Գյուրիկյան իշխանության շնորհիվ։ Առաջի կառույցը Մարիամաշենն է, որը հիմնել է Գյուրիկե թագավորի Մարիամ դուստրը, դա առաջի թվագիր շինությունն է, որ ունենք Քոբայրավանքում։ Տեղանքը շատ դժվարամատչելի է, ունենք հուշարձաններ տարբեր վայրերում, գրավում է ամբողջ այս լեռնաշղթան, ունենք պարիսպներ, մատուրներ, եկեղեցիներ, քաղաքացիական շինություններ, ինքը շատ հետաքրքիր հուշահամալիր է։ Քոբայրավանքը եղել է կրթական կենտրոն, ունենք սեղանատուն, քաղաքացիական այլ շինություններ։ Հետագայում այն անցավ Զաքարյանների դարաշրջան, ունենք մեծ եկեղեցին եւ ունենք վրացական նույնպես արձանագրություններ, կից կառուցվել է փոքր մատուրը, հետո ավելացել է նախասրահը, այս հուշահամալիրը անընդմեջ զարգացել է, ավելացել են որոշ շինություններ, ունենք որմնանկարներ եւ մեծ եկեղեցում եւ կից մատուրում, որոնք շատ գնահատելի են եւ ժամանակ առ ժամանակ նրանք վերանորոգվել են։ Հիմնական շինանյութ բազալտն է, հուշահամալիրը շատ քանդվել է, ժամանակ առ ժամանակ վերականգնվել է, որոշ աշխատանքներ կատարվել են, դժվարամատչելի տարածքում ենք եւ հիմա էլ կատարվում են վերականգնողական աշխատանքներ, բայց պետք է նշեմ, որ վարպետները շատ դժվարությամբ են աշխատում եւ դժվար է իրանց համար իրականացնել այս բոլոր նախատեսված աշխատանքները։ Բազալտն էլ դժվար մշակվող քար է, հերոսական աշխատանք են կատարում վարպետները, բայց առաջին հերթին կարևոր էր, որպեսզի մենք պահպանենք որմնանկարները։ Համալիրն ամբողջությամբ աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, հորինվածքի, քարի մշակման եւ հարդարման բարձր մակարդակով եւ իհարկե միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության զարդ կազմող որմնանկարներով։ Դիվան հայ վիմագրության աշխատության մեջ հնագետ վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը ներկայացնում է հուշարձանախումբը։ Գլխավոր եկեղեցին համալիրի հարավային եզրում է, ժայռի պռնկին, այն իր չափերով ամենամեծն է։ Միանավ սրահ է, որի թաղը հիմնվել է հանդիպակաց 3 որմնամույթերից ձգվող կամարների վրա։ Բեմական խորանը ծածկված է մոնումենտալ որմնանկարներով, որոնք աչքի են ընկնում գունագեղությամբ, կատարողական արվեստով, նոր կտակարանային թեմաների ճոխությամբ։ Զանգակատունը երկհարկ շինություն է, առաջին հարկը մի փոքր ձգված համաչափություններով ուղղանկյուն սրահ է, որը ծառայել է իբրև տապանատուն։ Տանիքը պահում են 4 կամարները։ Արտաքուստ զանգակատունը պսակում է սյունազարդ թմբուկով գմբեթը։ Եկեղեցական շենքերի հարևանությամբ սարալանջով վեր տեղադրված է սեղանատունը։ Խորանում ունի որմնանկարներ, քանի որ եկեղեցին փլուզված է, քանդված է, որմնանկարները ունեն պահպանման անհրաժեշտություն։ 2000-ականներին կատարվել է ժամանակավոր ամրակայում, բայց այն բավարար չի որմնանկարների պահպանման համար։ 2024 թվականին մենք ունենք հանձնարարական կատարել եկեղեցուն կից մատուրի ծածկասալերի վերանորոգում եւ ամրակայում, Մարիամաշեն եկեղեցու ծածկասալերի վերանորոգում եւ կից կառույցի ծածկասալերի վերանորոգում։ Չնայած որ թվում է թե հեշտ աշխատանք է, բայց դուք տեսնում եք, որ ինքը դժվարամատչելի տեղում է եւ շինարարական աշխատանքներ իրականացնելը շատ բարդ է աշխատողների համար եւ շատ ռիսկային։
եկեղեցին միանավ բազիլիկ է, կամարաշարով, խորանը պահպանված է, որմնանկարներն էլ հիմնականում պահպանված են։ Դժվարը այն է, որ այն գտնվում է ժայռի վրա, եւ եթե մենք փորձենք վերականգնել, դեռ անհասկանալի է ժայռը կարող է պահպանել այս կառույցի ծանրությունը, թե ոչ, դրա համար շատ հետազոտությունների անհրաժեշտություն կա։ Արևմտյան մուտքը միանգամից հատվում է ժայռին ու կարող է կից անցնել Հուշահամալիրի տարածքում շատ եկեղեցիներ եւ մատուրներ կան։ Ժայռի մյուս հատվածում, հարավային հատվածում նորից մատուրներ կան, արևմտյան հատվածում սեղանատան կից նորից մատուր կա եւ ամբողջ Հուշահամալիրը սփռված է այս տարածքում։ Հետագայում նախատեսվում են պլաններ մաքրել Պարիսպը, որտեղ մոտավորապես 90 մետր երկարությամբ պարսպապատ է, պարսպի հաստությունը 90 սանտիմետր հաստությամբ պարիսպ։ Բավականին լավ պաշտպանական կառույց է եղել։ Այո, եւ նաեւ ինքը եղել է կենտրոն, գրչության կենտրոն է եղել Քոբայրավանքը։ Մենք գտնվում ենք Մայրամաշենի գլխավոր մուտքի մոտ։ Մայրամաշենը ամենահին թվակիր կառույցն է, կառուցվել է 1171 թվականին Կյուրեկե թագավոր Մայրամի կողմից։ Բարավորի կողքին արձանագրություն նշվում է նրա կառուցման մասին։ Նախարարությունը նախատեսում էր ամրակայել գլխավոր եկեղեցու կից մատուրի ծածկասալերը եւ առաջարկվեց նաեւ վերանորոգել Մայրամաշենի եւ իր փոքր կից մատուրի ծածկասալերը, որովհետեւ մատուրն ու եկեղեցին վերականգնված էին, բայց ծածկասալները դեռևս չէին ավարտվել, աշխատանքները դեռևս չէին ավարտվել, որոշեցինք, որ այս տարի անհրաժեշտ է ավարտել աշխատանքները եւ ավարտել ծածկասալերի վերականգնում։ Նախագիծը սկսեցին 2023 թվականին, չափագրվեց կառույցը, արվեց աշխատանքները եւ 2024 թվականի աշնանը սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Եկեղեցին կառուցված է տեղի գապտավուն գորշ բազալտից, բայց ծածկասալերը անդեզիտ քարից էին, ինչքան մենք հանդիպել ենք մնացած կառույցներում, անդեզիտից էին։ Մենք նախընտրեցինք վերականգնել, կրկնելով զանգակատունը, քանի որ նախկինում վերականգնվել էր կարմիր բազալտից, վարդագույն բազալտից, մենք որոշեցինք կրկնել այդ շինանյութը եւ Մայրամաշենի եւ կից մատուրի ծածկասալերը նորից նախատեսեցինք կատարել վարդագույն բազալտից։ Քոբայրավանքը շատ հետաքրքիր հուշահամալիր է, քանի որ ռելիեֆը շատ բարդ է, հուշարձանները ցրված են ամբողջ տարածքով եւ հետաքրքիր է դիտարկել, որ ժայռի մյուս հատվածում տեսանելի են փոքր մատուրի ավերակները, շուրջ բոլոր փոքր մատուրների, գերեզմանատների ավերակները տեսանելի են։ Կենտրոնը հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից եւ մշակութային կենտրոններից մեկը։ Այս վանքում է գործունեություն ծավալել 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցին։ Վանքի արձանագրությունները հիմնականում նվիրատվությունների մասին են։ Հնագույնը հենց Մարիամաշեն եկեղեցու բարավորի վրայի արձանագրությունն է։ Լավագույն վկայությունն այն մասին, որի սկզբանե Քոբայրավանքը եղել է հայ լուսավորչական հոգևոր հաստատություն։ 13-րդ դարի կեսերին, երբ Քոբայրը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին, Համալիրի ճարտարապետական հարդարանքում սկսում է զգացվել քաղկեդոնական ազդեցությունը։ Այդ են վկայում նաև վանքի պատերին առկա վրացերեն արձանագրությունները, որոնց պատմաքննական վերլուծությամբ զբաղվել է հայագետ, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մուրադյանը։ 15-ից 16-րդ դարերում Քոբայրավանքը վերադարձել է հայ առաքելական դավանանքին։ 2012 թվականին մտել ենք Քոբայրավանք։ Վարպետները մեր բոլոր Թումանյան գյուղից են, Ձալիձոր, իրանց շնորհքն է այս բոլորը, որ կատարվել է։ Սկսել ենք արևելյան պարիսպներից, մի մասը միայն վերականգնել ենք, հետո անցել ենք զանգակատան վերականգնման աշխատանքներին։ Նախագծի հեղինակը Մելիք Քարամյան Սուրենն է եղել, այստեղ
ամբողջովին վերականգնվել է ռոտոնդան, սյունաշարը, վեղարը, ծածկը, գմբեթ հարդը 90%-ով իր հին բնական քարերով, որոնք գտել ենք նույնիսկ Քոբեր գյուղից ենք բերել որոշ քարեր, դրել ենք տեղը։ Ավարտել ենք 15 թվականին զանգակատունը, որից հետո սկսել ենք սեղանատան վերականգնման աշխատանքները։ Ընդհատումներ են եղել, կապված ֆինանսավորման հետ, մեկ եղել է, մեկ չի եղել։ Ամբողջովին է վերականգնած սեղանատունը։ Միայն հյուսիսային եւ հարավային ճակատների մի մասը պահպանվել էր, թաղերը չկային ընդհանրապես, ու բնականա ծածկը չէր կարա լիներ։ Դա մենք էլի սկսել ենք 17 թվականին, բայց շարունակել ենք անցյալ տարի։ Անցյալ տարի վերականգնել ենք թաղերը եւ ծածկը։ 3 տարի է տևել սեղանատան վերականգնման աշխատանքները։ Նախագծի հեղինակներ Գորը Միքայելյան, մեծ եկեղեցուն կից մատուրի ծածկերը պիտի փոխենք, հարավային միայն լանջը։ Դա է, այս մեր ծավալները հիմնականում դա է եղել։ Ինչ որ արել ենք, աշխատել ենք պահպանել իր հին տեսքը, հին քարերը, օգտագործել ենք բնական իր էլեմենտները ամենտեղ։ Մենք աշխատանքները սկսել ենք, առաջերտին վերելակ ենք ստեղ տեղափոխել։ Մեծ դժվարություններով դա 30 մետր բարձրությամբ ամրացրել ենք ժայռերից, որից հետո կարողանում ենք միայն, ասենք, ՈՒԱԶ փոքրիկ մեքենայով շինանյութ տեղափոխենք, այսինքն մեր շինանյութ տեղափոխած կես տոննա, մաքսիմում 700 կիլո, ավել չենք կարող բերենք։ Շատ ծանր է այստեղ այդ շինանյութի տեղափոխման աշխատանքները։ Ճանապարհը իր հիմնական որ եղել է հարավից, այն կողմից նա չկա, գոյություն չունի։ Եվ եթե Քոբայրավանքում շարունակվի աշխատանքները, մյուս ասենք սրահը գավիթատիպ, կամ եկեղեցին լինի նախագիծ։ Կա ինչ նախագիծ, կարծեմ Հովսեփյան Աշոտն է արել, որքան գիտեմ, բայց ոնց որ թե դա կյանքի չի կոչվել։ Գուցե հանեն արխիվից այդ նախագիծը նայեն, բայց այդ բոլորը կարելի անել եկեղեցու մեծ եկեղեցի, որը հիմնական կառույցն է այստեղ։ Կարելի անել, եթե ամրացնեն ժայռերը, իսկ ամրացնել ժայռերը դա բարդ գործ է, դեռ պիտի մեծ կոմպլեքս կառուցի, վերելակով, բետոնի հարթակներով ինչ որ, ամեն մի 4 մետրը, որ ամեն տեսարանը բացվի, այդ բոլորը, դրա համար պետք են մեծ գումարներ, այսինքն սպոնսորներ են պետք դրա համար։ Կամ ասենք, ես մտածում եմ, որ Թումանյան գյուղից կարող է կանատ կա գա այստեղ, շատ հետաքրքիր բան կլինի։ Արժանի է Քոբայրավանքը այդ ծախսերին եւ այդ դժվարություններին, որ վարպետները կունենան, բայց մեր տղաները բոլորը այս գյուղից են, այս Թումանյան գյուղից են, իրանք հաղթահարում են այդ ամեն ինչ։ Աշխատում են գոնե այդ աստիճանները դրսի հետ, որ մարդիկ կարողանան բարձրանան, դրա համար տուրիստական հոսքը շատ մեծ է այստեղ։ Հիմնականում եվրոպացիներն են գալի, Հոլանդիայից, Գերմանիայից են շատ գալի։ Ծեր մարդիկ այդ աստիճաններով շատ մեծ դժվարությամբ, բայց բարձրանում են։ Ուղղակի հարկավոր է այդ հարցը լուծել, որ մարդիկ գոնե կարողանան այդ նախագիծը կա աստիճանները ավարտելու։ Մեծացել եմ Թումանյան քաղաքում, փոքրուց եկել գնացել եմ Քոբերի վանք։ Քոբերի վանքը շատ ձևափոխվել է, վերակառուցվել է։ Մենք երբ որ երեխաներ ենք գալիս, ենք շատ ավերակ վիճակ էր։ Համարյա ամեն կիրակի գալիս ենք, գնում ենք։ Աշխատում եմ այստեղ արդեն երկար տարիներ, վերակառուցմանը մասնակցում ենք։ Փոքրիկ ներդրումն ենք փորձում կատարենք այստեղ։ Շատ զբոսաշրջիկներ են գալիս մեզ մոտ։ Ճանապարհը շատ դժվար է, բողոքում են, իհարկե։ Եվրոպայից են գալիս, Վրաստանից են գալիս, Անգլիայից են գալիս։ Եթե ճանապարհի հարցը լուծվի, ավելի շատ զբոսաշրջիկներ կունենանք, շատ հավանում են մեր Քոբերի վանքը, տեսարժան վայրերը, լեռները, ուղղակի գժվում են դրանց համար։
I'm from Glendale, California. Ես Գլենդելից եմ, Կալիֆոռնիայից։ Երբ ես ճանապարհորդում եմ, սիրում եմ գտնել անսովոր վայրեր, որտեղ ոչ բոլոր զբոսաշրջիկներն են այցելում։ Համացանցից ես գտա այս հիասքանչ տեսարանով վանքը եւ մտածեցի, ինչու ոչ։ Եվ ահա ես այստեղ եմ։ And here I am. Հոբայրի վերականգնման աշխատանքներ սկսվել էին դեռևս խորհրդային շրջանում 1950-ականներին։ 2000-ականների սկզբից առ այսօր դրանք ժամանակ առ ժամանակ շարունակվել են։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատվերով ներկայում էլ վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Իսկ ավարտից հետո հիասքանչ այս հուշարձանախումբը կշարունակի տպավորել այցելուներին միջնադարյան իր կառույցներով, իսկ այստեղից բացվող տեսարանները պարզապես անմոռանալի կդարձնեն այդ տպավորությունները։ Բաց երկնքի տակ Հոբայրի վանքներ։